Բարի լույս, սիրելիներս, որքան կարևոր է քրիստոնյայի կյանքում համբերության դրսևորումը։ Այո, շատ հարցերի պատասխաններ եւ շատ ընթացքի ավարտ մեզ համար կլինեն ամբողջական, երբ մենք կարողանանք ճիշտ համբերություն դրսևորել։ Մյուս կողմից էլ քրիստոնյայի կյանքը լցված է փորձություններով։ Իսկ ինչպես պետք է քրիստոնյան անցնի փորձությունները, եթե ոչ համբերությամբ եւ պատրաստվածությամբ։ Ահա մեր Տեր Հիսուս Քրիստոս բազմաթիվ անգամներ խոսում է այդ համբերության մասին, ասելով, որ քրիստոնյան առանց համբերության չի կարող իր հավատքը ավելի ամբողջական դարձնել։ Այսօրվա ընթերցումը Հակոբոս Առաքյալի նամակից է, որտեղ նույն համբերության եւ փորձության մասին է խոսքը։ Հակոբոս առաջին գլուխ։ Եղբայրներ, ամենայն ուրախության արժանի համարեք, երբ տեսակ փորձությունների մեջ ընկնեք։ Իմացեք, որ ձեր հավատի փորձը համբերություն է առաջ բերում, իսկ համբերությունը թող լիառատ արդյունք տա, որպեսզի անթերի եւ կատարյալ լինեք եւ ոչ մի բանով պակաս չլինեք։ Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես եւ չի հանդիմանում եւ նրան կտրվի։ Ուրեմն Հակոբոս Առաքյալն ասում է, որ ձեր հավատքը համբերության մեջ է արտահայտվելու, որովհետեւ տեսակ փորձությունների մեջ է գտնելու։ Բայց տալիս է նաև բանալին, եթե որևէ մեկը իմաստության պակաս ունի, թող խնդրի Տիրոջից։ Ինչու՞, որովհետև համբերության ժամանակ իմաստություն է պետք, հասկանալու համար, թե ինչու պետք է ես համբերեմ այսօր, այս պահին, այս իրավիճակի մեջ, ինչու պետք է ես համբերություն ունենամ։ Այստեղ խորը միտք է պետք, այլ կերպ իմաստություն է պետք։ Ուրեմն սիրելիներս, այսօրվա խորհուրդը մեզ սովորեցնում է, որքան էլ փորձությունները ծանր լինեն, որքան էլ դժվար թվա մեզ այն ճանապարհը, որ այս պահին ունենք մեր առջև դրված, պետք է համբերատար լինել։ Համբերատար լինել ոչ թե ուղղակի пассивորեն սпасելով, այլ իմաստության փնդրտուկով, հասկանալ, թե որտեղ է թաքնված իմաստությունը, ինչպես պետք է այդ իմաստությունը օգտագործել եւ ինչ արդյունքի պիտի հասնենք համբերության դեպքում։ Այնպես որ սիրելիներս, ամեն օրյա ճանապարհ է սա, եւ այսօր էլ յուրաքանչյուր մեկիս համար, որովհետեւ օրվա խորհուրդը մեզ այս է մատուցում։ Համբերատար եղեք, որովհետեւ ձեր փորձությունները այլ բանի համար չեն, եթե ոչ հավատքի ամրացման եւ ավելի լավը դառնալու համար։ Դիմանանք փորձություններին, անցնենք փորձությունների միջով, հաղթենք փորձությունները իմաստությամբ։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։